Մինչ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով քվեարկության կդրվեր երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, վարման կարգի իրավունքով ձայն ստացավ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նա հայտարարեց, որ օրեր առաջ լրացավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը եւ Թուրքիայի ժողովրդական քաղաքականությանը զուգահեռ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ խորհրդարանի օրակարգում։ Փոստանջյանն առաջարկեց Հովիկ Աբրահամյանին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչին ի պատասխան ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ հարցն իր իրավասությունների շրջանակներից Ժառանգության պատգամավորը դարձյալ հակադարձեց եւ խորհուրդ տվեց Հովիկ Աբրահամյանին բողոքի ակցիաներ եւ ցույցեր կազմակերպել հայ-թուրքական արձանագրությունները ազգային ժողովի օրակարգից հանելու համար։ Պարոն Աբրահամյան, դուք որպես ազգային ժողովի նախագահ միգուցե ձեր լիազորություններից դուրս եք համարում այս հարցը, բայց այնուամենայնիվ լինելով քաղաքական գործիչ, ներկայացնելով նաև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի պաշտոնը, դուք ունեք բավականին լծակներ պայքարելու, որպեսզի այս խայտառակ արձանագրությունները դուրս գան օրակարգից եւ բացի նրանց, քանի որ ունեք ի պաշտոն է լծակներ, նաև դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք եւ պետք է նախախնդիր լինեք, որ նման խայտառակություն այլևս չգա ազգային ժողով։ Եթե նույնիսկ ազգային ժողովում է, ապա պետք է պայքարեք, որ այս խայտառակությունը դուրս գա ազգային ժողովից։ Դրա համար դուք կարող եք կազմակերպել ցույցեր, կարող եք կազմակերպել բողոքի ակցիաներ եւ հենց եթե ուրիշ այլ լծակներով դուք չեք կարողանում ազդել այդ խայտառակության վրա, ապա ես ձեզ խորհուրդ եմ տալի նման միջոցառումներ կազմակերպել։ Դիգի Փոստանջյան, ընդունացեք մի լավ բան հորդորելու ինձ, որ հորդորում եք ցույցերի։ Ընդհանրապես ես նախ դες գնահատական համաձայն չեմ, որ խայտառակ արձանագրություններ են։ Հայ-թուրքական արձանագրություններից խոսեց նաև ՀՅԴ անդամ ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հայտարարելով, որ թե Սերժ Սարգսյանի եւ թե Սահմանադրական դատարանի որոշումը որևէ հիմք չի տալիս ենթադրելու, թե հարցը կկարգավորվի։ Միջամտեց ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հայտարարելով, թե ելույթները չեն վերաբերում խորհրդարանի կանոնակարգ օրենքին։ Թե հանրապետության նախագահի ելույթը, թե Սահմանադրական դատարանի որոշումը որևէ հիմք չի տալիս նման հայտարարություններ Ես օրակարգում քննարկված հարցի վերաբերյալ եմ խոսում, տիկին նախագահ, որևէ հիմք չի տալիս նման պնդումներ իրականացնելու կամ անելու համար։ Սահմանադրական դատարանը հարկադրված եղավ մեկնաբանել այդ արձանագրությունները եւ մի փորձեք մոլորության մեջ գցել պատգամավորներին եւ հասարակությանը։ Եվ այդ արձանագրությունների չվավերացումը ունի բազմաթիվ այլ պատճառներ կապված Ադրբեջանի հետ։ Ապա խորհրդարանը քվեարկության դրեց նախորդ քառօրյայում քննարկված ԱԺ հաստատմանը ներկայացված Արտարադատության ակադեմիայի եւ կից ներկայացված օրենքների փաթեթը առաջին ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Ազգային ժողովի հակ խմբակցության պատգամավոր Հրանտ Բակրատյանը հայտարարեց, որ նման օրենքի ընդունումն անթույլատրելի է, իսկ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նայրա Զորաբյանն էլ նշեց, որ կուսակցությունը կառավարության ներկայացրած ցանկացած օրենսդրական նախաձեռնության պատրաստվում է քվեարկել ձեռնպա։ Քանի որ այս կառավարությունը հատուկ մշակված հստակ քաղաքականությամբ մշտապես մերժում է Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության ներկայացրած ցանկացած օրենսդրական նախագիծ, Բարգավաճ Հայաստանի դիրքորոշումը նրանց ներկայացրած նախագծերի վերաբերյալ մենք կքվեարկենք ձեռնպա։ Այսպիսի օրենք չի կարելի ընդունել։ Երևի ինչ-որ մեկին միտեղ աշխատանքի են ուզում նշանակել։ Օրենքում բռնել գրել ինչ բան է ուսումնական ծրագիր, ինչ բան է ստաժ, ովքեր պետք է անցնեն, դասախոսը ինչպես պետք է մտնի լսարան։ Ես չեմ կարծում, որ սույն փաստաթղթով օրենսդրական նորմեր են կարգավորվում։ Խորհրդարանը 73 կողմ 14 դեմ եւ 23 ձեռնպա ձայների հարաբերակցությամբ ընդունեց փաթեթ առաջարկը, ապա շարունակվեց ԱԺ հակ խմբակցության պատգամավորների մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը։ Ելույթ ունենալով խմբակցության պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է անհապաղ գտնել եւ պատժել մարտի 1-ի իրական մեղավորներին։ Հանցագործության պատվիրատուների շրջանակը որքան էլ լայն լինի, պետք է հայտնաբերվի, նշեց Ջահանգիրյանը։ Հնարավոր է ասենք սպանություն կատարողների շրջանակը բացահայտված լինի, կամ գոնե բացահայտված լինի դրանք քաղաքացիական անձիկ են եղել, զինվորականներ են եղել, ոստիկաններ, թե ապօրինի հանցավոր խմբի անդամներ, բայց անձը կոնկրետ բացահայտված չլինի։ Առաջարկությունը ավելի է նեղացնում, ըստ էության ավելի է սրում խնդիրը, որը ես միանշանակ ընդունում եմ։ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, սակայն հանրապետականների առաջարկով եւ հիմնական զեկուցող Գագիկ Ջահանգիրյանի համաձայնությամբ որոշվեց քվեարկության դնել հաջորդ քառօրյայի ժամանակ։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։